քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ռուբինյանի խոստացած հայելային անդրադարձներ խորհրդարանում ԿՊ-ում հակահարվածի են անցել, կաթողիկոս բառը լսելուն պես հարվածներ են տեղում սեղաններին։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը, ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Եվ այսպես շարունակվեց այնքան, մինչև Ռուբինյանը հորդորեց դադարեցնել։ Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը ներողություն խնդրեց հայրենակիցներից իր խոսքով մանկապարտեզի նախապատրաստական կուրսին ներկա գտնվելու համար, ինչին կրկին միջամտեց Ռուբինյանը։ Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի, այդ թվում ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը։ Խորհրդարանը երկրորդ օրն է ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկում։ Մինչ այդ հասցրել էր քննարկել Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Դեռ 10 հանձնաժողովի նախագահ էլ պետք է ընտրվի։ Ռուբինյանն առաջարկում է թեմային չվերաբերող ելույթները թողնել հետո, օրինակ հայտարարությունների ժամին։ Հակառակ դեպքում մենք կարող է 2031 թվականին նոր ավարտենք այս հանձնաժողովների ձևավորումը, միանգամից գնանք նոր ընտրությունների։ Նախորդ նիստից քննարկման առանցքում սահմանադրության հարցն է։ Ընդդիմադիր Աննա Գրիգորյանն այն համարում է Ալիևյան, պնդելով, որ նոր սահմանադրության օրակարգը Հայաստանից չի ծնվել եւ թելադրված է Ադրբեջանի պահանջով։ Նրա խոսքով իշխանությունը փորձում է սահմանադրությունից հանել անկախության հռչակագրին հղումը, իսկ խորհրդարանը նման փոփոխություն քննարկելու մանդատ չի ստացել։ Այս պարլամենտը կարող է հաստատել սահմանադրության նոր տեքստը եւ դնել հանրաքվեի, եթե կա 2/3 մեծամասնություն։ Դուք չունեք այդ մեծամասնությունը։ Եվ մեզ էլ որևէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունը իրականացնենք։ Հետևաբար սա նոր սահմանադրության հարցը ոչ թե հետընտրական ձևավորված օրակարգ է, այլ նախընտրական օրակարգ է, որի պատասխանը ժողովուրդը տվել է, այսինքն չի ուզեցել նման փոփոխություն։ Հաջորդիվ ելույթի իրավունքը դաշնակցական Քրիստինե Վարդանյանինն էր, բայց Ռուբինյանը կարծես չէր նկատել։ Քրիստինե Վարդանյանը դալիճում չէ, հարություն։ Հա, վայ, 1000 ներողություն։ Համեցեք, տիկին Վարդանյան։ ԿՊ-ական Հայկ Կոնջորյանն էլ ընդդիմության Ալիևի սահմանադրության թեզին հակադարձեց, պնդելով, որ նոր սահմանադրությունը պետք է հիմնված լինի ոչ թե Ալիևի կամքի, այլ Հայաստանի քաղաքացիների կամքի վրա։ Կոնջորյանը ընդդիմությանը մեղադրեց քաղաքական օրակարգը Ալիևի թեմայով կառուցելու համար, պնդելով, որ դրա փոխարեն պետք է խոսել Հայաստանի քաղաքացիների կամքով ու ձևավորվող պետության ու սահմանադրության մասին։ Ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է։ Մի 4, 5, 6, 700 տարի առաջվա սոֆթ է, հասկանում եք։ Ձեր սոֆթը հին է, հասկանում եք, պարոն Կարապետյան, պրոբլեմն է դա, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4-5-ի սոֆթով ուզում եք sense բուքսավատ անել, ասենք, ու մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ։ Կոնջորյանին պատասխանելու փոխարեն Կարապետյանը խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում կոշտ դիրքորոշում հայտնեց նոր սահմանադրության հարցում, պնդելով, որ ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել այն նախագծին, որը իր գնահատմամբ պարտադրվում է Ադրբեջանի կողմից։ Համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք, Ալիևի բերած սահմանադրությունը անցկացնենք։ Նարեկ Կարապետյանն անդրադարձավ նաև Մեղրիի ուղղությամբ ադրբեջանցի մասնագետների այցերին, պնդելով, եթե Հայաստանի տարածքով որևէ հաղորդակցության գիծ է անցկացվելու, դրա դիմաց Ադրբեջանը պետք է վճարի Հայաստանին, իսկ ամենակարևորը, դա պետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհ, ոչ թե միջանցք։